այսօր 5-րդ դասն է խնամքի աստվածաբանություն աստվածաբանական առարկայի իհարկե այս խորագիրը կոչվում է հարամատչելի աստվածաբանություն, որովհետև ակադեմիական խորությամբ չենք անցնում այս աստվածաբանական առարկաները, այլ ավելի կիրառական գործնական կերպով եւ եթե հիշում եք նախորդ անգամ խոսեցինք հովվական խնամքի կարեւորության մասին, բացատրելով, որ հովվական խնամքը միայն հովիվներին չի վերաբերվում, ես սա պիտի շեշտեմ, դա այն հոգատարության սիրտն է, հովիվ ասելով, հովիվը գառնուկի հանդեպ, դա կարա լինի մեկ հոգին, որ խնամք է տանում մեկ հոգու, եւ այդ հովվական սիրտ ունի իր մեջ, դա այդ մարդը չի դառնում հովիվ եկեղեցու ծառայության իմաստով, եկեղեցական պաշտոնի իմաստով, բայց այդ հովվական հոգատարությունը, ծնողական հոգատարությունը ունի։ Այսօրվա դասը կոչվում է մասնագիտական խնամքի կարևորությունը։ Գիտեք, մենք պիտի հիշենք առաջին դասերից, որ Աստվածաշունչը ասում է, որ սերը իր մեջ խնամք է պարունակում։ Եթե կա սեր, կա հոգատարություն, դա դրսևորվում է խնամքի տեսքով։ Եվ նաև խնամքը պիտի բխի կարիքից, ոչ թե դու ես որոշում, այլ հասկանում ես կարիքը։ Իսկ հասկանալու համար շատ ժամանակ Աստված տվել է մեզ միտք երևացող կարիքները հասկանալու համար եւ կա աղոթք չերևացող կարիքները հասկանալու համար, որովհետեւ մարդը ունի նաեւ չերևացող կարիքներ, այսինքն դու կարող ես Տիրոջից խոսք ստանալ, որ այս մարդը այսինչ կարիքը ունի, բայց ինքը դեռ ցույց չի տալիս դա։ Եվ հակառակն էլ կա մարդը ցույց է տալիս, թե ինչ որ կարիք ունի, բայց իրականում դրա կարիքը չունի։ Հիշում եք օրինակները, մարդուն թվում է թե փողի կարիք ունի, օգնության կարիք ունի, բայց ավելի շատ բնավորության փոփոխության կարիք ունի, օրինակ։ Ծուլությունից ազատվելու կարիք ունի, կարգապահության կարիք ունի, եւ մենք չպիտի շատ նայենք մարդկանց արցունքներին, իհարկե անսիրտ չպիտի լինենք, բայց արցունքներով էլ չառաջնորդվենք, այլ աղոթենք Տիրոջից ստանանք տվյալ մարդու կարիքը եւ օգնենք։ Ահա կան կարիքներ եկեղեցում, որոնք այսօր դասակարգելու ենք այս ընդհանուր անվանման ներքո մասնագիտական խնամք։ Մասնագիտական խնամք ասելով ի նկատի ունենք այնպիսի ես իմ մոտ 7 կետ եմ նշել, բայց կարող են շատ լինել ավելի, ուղղակի այս սկզբունքները, որ ասեմ, կպատկերացնեք, կարիքներ, որոնք մասնագետի կարիք ունեն։ Այսինքն հովիվը կարող է այդ մասնագետը չլինել։ Նաև, ասենք, խմբակի պատասխանատուն կարող է այդ մասնագետը չլինել, եւ մենք կարիք ունենք մասնագետի, բայց մասնագետի դեպի մասնագետ տանելու ուղղորդումը, այսպես եմ գրել հովվական կամուրջը։ Այն մարդը, որ քեզ խնամք է տանում կամ դու ինչ-որ մեկին խնամք ես տանում, դու պիտի օգնես իրեն, որ ինքը գտնի այդ մասնագիտական խնամքը։ Իհարկե, այստեղ շատ մարդիկ, երբ որ մոռանում են, որ իրենք դրված ծառաներ են, իրենք մշակներ են, մտածում են օրինակ ես տամ այս իմ գառնուկին, այսպես տամ ուրիշը խնամք տանի մասնագիտական, բա որ հանկարծ կորցնեմ իրեն։ Այստեղ հասկանում ենք, որ մարդը այսպիսի մտածելակերպի մարդը չի մտածում դիմացինի բարիքի մասին, մտածում է իր հոտի մասին, բայց մենք պիտի հիշենք, որ սա մեր հոտը չի։ Սա Աստծո զավակներն են, եւ եթե մենք կարող ենք ինչ-որ մեկին օգնել ուղղորդելով իրեն նեղ մասնագիտական խնամքի, ու մենք դա չենք անում, որպեսզի մեր քանակը չտուժի, մենք մեր թագավորությունն ենք կառուցում եւ ոչ թե նրա։ Կարծում եմ, որ պարզ էր այն, ինչ որ ասեցի։ Իհարկե, մենք չենք, երբ որ մասնագիտական խնամքի մասին ենք խոսում, մենք չենք մերժում աղոթքի գործոնը։ Օրինակ մարդիկ կան, ասում են, մեզ ոչ մի մասնագիտական, շատ եմ այս բառը օգտագործում, հիմա որ օրինակները բերեմ ավելի պարզ կլինի, բայց օրինակ մարդիկ ասում են, մեզ ոչ մի մասնագիտական խնամք պետք չի, աղոթքը մեզ բավարար է, Աստված մեր ամեն կարիքը կհոգա։ Եվ որպեսզի արդեն պարզ լինի, թե որքան կարևոր է մասնագետի միջամտությունը եւ նաեւ Աստված կարող է այս մասնագետների միջոցով գործել, ուզում եմ ձեզ բերել մի օրինակ, որպեսզի բոլորս պատկերացնենք ինչ է նշանակում մասնագիտական խնամք։ Շատ հայտնի քարոզիչ, որ Հայաստանում
շատ անգամ քարոզել է, շատ անգամ եկել է Միացյալ Նահանգներից եւ շատ գրքեր է իր գրած գրքերից թարգմանված Դեյլ Երտոն անունով Դեյլ Երտոնին հենց այստեղ մենք այս հավաքույթները Երևանում ենք անում Գուսանշերամի 88 հասցեում յուրաքանչյուր չորեքշաբթի որ հավաքվում ենք 6:30 երեկոյան կողքի դահլիճում ես իրեն թարգմանում էի մեծ դահլիճում ես իրեն թարգմանում էի եւ վերջում իրեն նաեւ ես տարա հյուրանոց ինքը ասեց քանի որ դու անգլերեն գիտես ես մի երկու օրինակ բերել եմ իմ ինքնակենսագրական գիրքն ասա եւ երկու օրինակ բերել եմ ուզում եմ մեկը քեզ նվիրել եւ ինքը նվիրեց իր գիրքը այսպես լավ հաստափոր հետաքրքիր իր մանկությունից մինչև հասուն ծառայություն իր ինքնակենսագրականն է եւ նվիրեց ու այնտեղ մի պատմություն կա որ ուզում եի բացել ճիշտն ասած ավելի մանրամասն կարդալ բայց հիշելով կասեմ սա որովհետեւ ընդամենը չեմ հիշում մի անուն ամբողջը հիշում եմ մի անուն չեմ հիշում դիտմամբ հիմա չեմ ասում որ հետաքրքիր լինի պատմությունը նախ ինքը ասում է իր կնոջ հետ կապված եւ ասում է ես շատ գեղեցկաձեմ տղամարդ էի շատ իրան ովքեր որ տեսել են գիտեն շատ այսպես հաղթանդամ գեղեցկադեմ եւ ասում է երիտասարդ ժամանակ բնականաբար ավելի տենց գրավիչ տղամարդ է եւ բոլոր ու ավետարանիչ քաղաքից քաղաք գնում է Քրիստոսի ավետարանն է քարոզում բացօթյա հավաքույթներ է կազմակերպում եւ ասում է այդ դե աղջիկները անդադ պատտվում էին իմ կողք շուրջ բոլորս եւ անդադ ուզում էին դե այսպեսի տղայի հետ ամուսնանալ կապ հաստատել այսպես մաքուր լավ առումով այդ ամեն ինչը բայց ասում է ես ուխտ էի արել տիրոջը որ ամուսնանալու եմ միայն այնպիսի աղջկա հետ ով այսպես էր ինքը ուխտ արել որ եթե համոզվեմ որ ինձնից շատ է քեզ սիրում եւ ասում է երբ որ հանդիպեցի կնոջս ապագա կնոջս ես հասկացա որ ինքը ինձնից շատ է Աստծուն սիրում եւ ես ասացի ինքն է իմ կինը լինելու սա ինչի եմ ասում որ շատ նվիրված հոգեվոր աղջկա հետ ամուսնացել բայց ամուսնական տարիների հետ արդեն բավականին հասուն տարիքում կնոջ մոտ մտային ավելի շատ հոգեկան խնդիրներ են առաջանում քանի որ ես հայտնի քարոզիչ էի Ամերիկայի բոլոր զորավոր հովիվները որոնք իմ ազդեցության այսպես գոտում էին որոնց հետ ես կապ ունեի որոնք ծանոթ անծանոթ կարող էի հրավիրել իմ կնոջ համար աղոթքի հրավիրում էի աղոթքի ոմանք գալիս էին դևեր էին հանում բայց կնոջս ոչ մի բան չէր օգնում ոմանք բժշկության օծություն ունեին աղոթք էին անում ոչինչ չէր օգնում եւ արդեն հասել էր այնտեղ որ կնոջս պիտի տանեի հոգեբուժարան այդպիսի ծայրահեղ վատ իրավիճակում էր ասում եմ մի օր ինչ որ մեկը խորհուրդ տվեց դիմել մի բժշկի, որը շատ լավ մասնագետ է այդ ոլորտի, ասում է երբ որ գնացինք, այս բժիշկը ասեց, թղթի վրա գրեց, ասեց ուղղակի գնացեք այս միներալների, անալիզը տվեք։ Հիմա ինչը չեմ հիշում ինչներ պակաս իր մոտ։ Ենթադրենք ցինկը։ Ես միշտ կարող եմ հենց ցինկն էլ, բայց չեմ հիշում։ Ասում է տվեցինք անալիզը, ցինկը պակաս էր։ Եվ ընդամենը մասնագետի խորհրդատվությամբ սկսեց ինքը այդ վիտամինը կամ այդ միներալը ընդունել եւ ամեն ինչ կարգավորվեց անմիջապես որքանով է կարևոր մասնագետի աջակցությունը եւ ես ուզում եմ Աստվածաշնչից մի օրինակ բերել ձեզ Աստվածաշնչյան օրինակ կա 4 թագավորաց 20-րդ գլխի 7-րդ խոսքում պատմությունը շատ լավ հիշում եք երբ որ ասեմ Եզեկիա թագավորը երբ որ Աստված մարգարեի միջոցով հիվանդանում է մահամերձ Եսայան մարգարեն Եսայայի միջոցով Աստված փոխանցում է իրան որ վերջ քո մահանալու ժամանակն է եւ հիշում եք պատմությունը ինքը շրջվում է դեպի պատի կողմ որովհետեւ անկողնային պարկածա դառնորեն լաց է լինում այդ լացը մարգարեի վրա այդքան չի ազդում, որովհետև մարգարեն դուրս է գալիս ու գնում է, որովհետև Տիրոջից խոսք էր ստացել, որ պիտի մահանա, եւ Աստված լսելով
աղաչանքը, միջալոց այստեղ նախասահմանության վարդապետությունը մի քիչ չի տեղավորվում, որովհետև Աստված լսելով Եզեկիայի աղաչանքը փոխում է իր որոշումը։ Ասում է 15 տարով ավելացնում եմ իր կյանքը, հետ գնա ու ասա։ Եվ ամենահետաքրքիրը, երբ որ հետ է գնում, ինչ է կարծում, ինչ է տեղի ունենում։ Ինչպես է գալիս Եզեկիա թագավորի բժշկությունը։ Եսայիա մարգարեն չի աղոթում բժշկության համար, ոչ էլ Աստված երկնքից խոսք է ասում։ Մենք գիտենք, որ Աստված մի խոսք ասի, բժշկություն տեղի կունենա։ Կամ աղոթք բժշկության։ Գիտեք ինչ է ասում։ Ասում է չորացրած թուզ բերեք, եւ չորացրած թուզը դնում են վերքերի վրա, եթե կուզեք կարդացեք 4 Թագավորաց 20-րդ գլխի 7-րդ խոսքը։ Չորացրած թուզ բերեք, չորացրած թուզը դնում են վերքերի վրա եւ Եզեկիան բժշկվում է։ Հարց առաջանում, ինչու չորացրած թուզ։ Ինչու ոչ զորավոր խոսք։ Ինչու ոչ զորավոր աղոթք։ Երևի Տերը մեզ է ուզում մի բան հասկացնի, որ մենք չմերժենք մասնագետի խորհրդատվությունը։ Եվ մենք չմերժենք բժշկությունը։ Մենք չենք մերժում գերբնական բժշկությունը, մենք հավատում ենք գերբնական բժշկությանը, եւ այստեղ շատ մարդիկ կան, որոնք կվկայեն աղոթքով, աղաչանքով գերբնական բժշկության, ազատագրության եւ մյուս գերբնական միջամտությունների համար, կվկայեն եւ իմ կյանքում էլ դա եղել է։ Բայց նաեւ մասնագետի խորհուրդը մենք չպիտի մերժենք եւ չպիտի բժշկական միջամտությունները մերժենք։ Որտեւ Աստված կարա այնպես էլ գործի, Աստված կարա այնպես էլ գործի։ Եվ այս օրինակները հենց դրա մասին են խոսում։ Հավատում ենք, որ Աստված կարող է գործել նաև մասնագետների միջոցով։ Եվ խնամքը կարիք ունեցողի կարող է լինել եկեղեցու ներսի մասնագետներով, հիմա ես կթվարկեմ, այստեղ խնդիրներ կան մասնագիտական, որ եկեղեցում մենք գտնում ենք այդ ծառայությունները, բայց խնդիրներ կան, օրինակ Դել Երտոնի կնոջ պարագայում, որ եկեղեցում չկար այդ մասնագետը եւ դեռ ավելի, երբ որ մարդը դիվահար չի, իր վրա դիվահանության աղոթք են անում, ինքը ավելի հոգեբանական ճնշումների մեջ է ընկնում, ինքը մտածում է ինքը դիվահար է, ոչ ոք չի կարող իրան ազատագրի եւ ավելի վնաս են տալի, այսինքն առանց Տիրոջից հայտնության։ Իսկ մեկ մասնագետը ուղղակի մեկ ճիշտ ախտորոշում եւ ամբողջ խնդիրը լուծված է։ Տարիների տառապանքը մեկ վիտամինի կամ մեկ միներալի պակասի արդյունքում է։ Բժշկության հետ կապ ունեցող մարդը նստած ճպտում է, երևի համաձայն է այս ամենի հետ։ Դե մենք մարմին ենք, մենք հենց միներալներից ենք կազմված ու երբ որ այստեղ կարիք կա, ասենք, գիտեք, օրինակ Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի հիվանդությունը կանանց շրջանում, ոչ միայն կանանց, բայց մեծամասամբ կանանց շրջանում, որովհետև մենք յոդի դեֆիցիտի երկիր ենք։ Եթե յոդի դեֆիցիտը լրացնեք, գերբնական բժշկության կարիք չկա այստեղ։ Եվ բաներ կա, որ մենք կարող ենք ճիշտ սնվելով, ճիշտ ապրելակերպով, պակասները լրացնելով շատ հիվանդություններից ազատվենք։ Սա հիվանդությունների բժշկական, մասնագիտական կարիքներ։ Եվ ամոթ չի, երբ որ հավատացյալը դիմում է մասնագետի, անգամ եկեղեցուց դուրս մասնագետի օգնությանը։ Այստեղ անհավատություն չկա։ Մարդիկ կան, որ մերժում են բժշկությունը, ես այս օրինակը բացի բերում եմ, ասում եմ դե լավ, որ մերժում եք բժշկությունը, մերժում եք դեղերը, ձեր ատամը սարքելուց հավատքով ցավազրկվեք։ Այդ ինչի, ասենք, չգիտեմ, մյուս դեղերը մերժում եք, բայց ատամը սարքելուց ցավազրկող սրսկումը չեք մերժում։ Դե մերժում եք, բոլորը մերժեք։ Գնացեք առանց սրսկման իմպլանտ դրեք կամ նյարդը հեռացրեք։ Ոչ։ Ես հավատում եմ, որ բժշկությունն էլ Աստծուց է, իհարկե բժշկության էթիկական մաս կա, որ անցնում է սահմանը երբեմն, բայց հավատում եմ, որ օրինակ բժիշկների մասին կա Աստվածաշնչում գրած եւ Ղուկաս ավետարանի ինքը բժիշկ էր, եւ մենք չպիտի մերժենք այս մասնագիտական օգնությունը։ Հիմա առաջինը մասնագիտական ամենաշատը մեր եկեղեցու առումով, որ զգացվում է,
երևի մեր եկեղեցին էլ այսպիսի մասնագիտական ուղղվածություն ունի, դա մտքի նորոգության կարիքն է։ Մտքի նորոգության կարիքը։ Եվ մեր եկեղեցի շատ են գալիս մարդիկ, որոնք ունեն վախեր, տագնապներ, անհանգստություններ, դեպրեսիա, ստրես, ուժասպառություն, կամ սխալ մտածելակերպ, հիմնված սխալ վարդապետությունների վրա, կամ սխալ ուսուցումների, չգիտեմ, մարդիկ, որոնց մտածելակերպը նորոգման կարիք ունի։ Եվ սա մասնագիտական միջամտություն է։ Գուցե ես հավատում եմ, որ Աստված եկեղեցիներին պարգևներ է տվել, եւ դուք կարող եք ձեր շրջապատում նայել ու տեսնել մի եկեղեցին շատ ուժեղ է փառաբանության մեջ, այն մեկը շատ ուժեղ է ավետարանչության մեջ, այն մեկը շատ ուժեղ է բանտային ծառայության մեջ, այն մեկը գթության ծառայության մեջ, այն մեկը ուսուցչության մեջ։ Եվ երբ որ մենք փակվում ենք ամեն մեկս մեր եկեղեցում ու չենք օգտվում մյուսների մասնագիտական ծառայությունից, երբ որ այնտեղ այդ պարգևը հզոր կերպով դրսևորվում է, մենք կարծես մեկ մարմին չենք լինում բոլորով միասին, բոլոր եկեղեցիներով, եւ Աստված էլ կարծում եմ դիտավորյալ կերպով տվել է ամեն մեկին իր դոմինանտ գերիշխող պարգևը, որպեսզի մենք մեկս մյուսին շնորհք փոխանցենք եւ մեկս մյուսից շնորհք ընդունենք։ Եվ բացարձակապես ամոթ չի, երբ որ տեսնում ենք այսինչ եկեղեցում, այսինչ պարգևը դրսևորվում է, իհարկե եթե մոլորեսնող եկեղեցի չի, իրենից ծառայություն ընդունենք։ Օրինակ, ես շատ օգտվում եմ, քանի որ մեր եկեղեցում ավետարանչությունը դեռ այդ գերիշխող պարգևներից չի, ես շատ կուզեմ, որ ավետարանչությունը օրինակ ուսուցչության պես դրսևորվի։ Մեր եկեղեցում անգամ մեր եղբայրները, որ ես ավետարանչության խոսք եմ խնդրում, որ խոսան, իրենց անընդհատ խնդրում եմ, բացատրում եմ, ասում եմ, սա ավետարանչության խոսք չէր, էլի ուսուցչություն եք անում, բայց քանի որ ուսուցչության պարգևը շատ, այսպես շեշտադրված է մեր եկեղեցում եւ դեռ երևի իմ սխալն է կամ չգիտեմ, իմ պարգևի արդյունքում է այդպես եղել, որովհետեւ տեսնում սովորում են այդ ոճը այն մարդիկ, ովքեր բարձրանում են ծառայության, ես ձգտում եմ հրավիրել ավետարանիչներ, որպեսզի օրինակ լինեն կամ անգամ ուղարկել մարդկանց ավետարանչության պարգև ունեցողների մոտ։ Բայց գանք մտքի պատերազմին, լավ, Եփեսացիս 6:6-ում գրած է, որ չարը կրակոտ նետեր է ուղարկում, եւ դուք պիտի սովորեք հավատքի վահանը բարձրացնել, որպեսզի այդ կրակոտ նետերը հանգցնեք։ Հիմա սա սովորելու մի բան է, եւ սա մասնագիտական օգնություն է։ Եվ պարտադիր չի, որ ամեն եկեղեցի կարողանա սա անել, որովհետեւ օրինակ միտքը գերի բռնելու մասին է խոսում, 2 Կորինթացիս 10:5 ասում է ամեն միտք, ասում է կարա ձեր մտքերում ծնվի այնպիսի երևակայական միտք ձեր պատկերացման մեջ, որը հակասում է Աստծուն։ Շատ մարդիկ մտածում են, վայ ես ինչ վատն եմ, սա իմ միտքն էր, ես սխալ բան մտածեցի։ Իսկ երբ որ արդեն մասնագիտական օգնություն է ստանում մարդը, հասկանում է, որ չարը կարա միտք ուղարկի, ու դու պիտի սովորես այդ միտքը գերի բռնելու հմտությունը։ Գրած է գերի ենք բռնում եւ հնազանդեցնում ենք Քրիստոսին։ Կամ Հռոմեացիս 12:2-ում ասում է վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, ձեր միտքը պիտի նորոգվի։ Ահա մասնագիտական կարիքի այդ վախերի, տագնապների մտքերը որ կան, անհանգստությունների մտքերը որ կան, կամ դեպրեսիան, ստրեսը, դրանք կամ ուժասպառությունը մարդուն այսպես հոգեորապես ծնկի են բերում։ Ու միշտ ինքնադատապարտությունը շատ ենք հանդիպում մենք, ինքնադատապարտություն, մարդը կամ նայում է կողքինը շատ արագ աճում, ինքը դանդաղ աճում, ասում է ես լավը չեմ։ Կողքինը կարողանում է այսպես ճոխ բառերով աղոթի, ինքը չի կարողանում, ասում է ես էլ կյանքում չեմ աղոթի, ես իրապես չեմ կարող աղոթեմ, ասում եմ ինչ ես համեմատվում։ Իրան մտքի նորոգություն է պետք, որ հասկանա Աստված իրան սիրում է հենց այդպիսին։ Եվ Աստված ամեն ոնց որ բույսերը մեկը արագ աճում, մեկը դանդաղ աճում, կարևոր է աճես։ Մեկը աշնանն է պտուղ տալիս, մեկը գարնանն է պտուղ տալիս։ Սա չի էականը։ Այգում տարբեր ծառեր կարան լինեն, Աստված քեզ անհատապես սիրում է։ Տեսեք, մասնագիտական կարիք, եւ մենք
Պիտի ուղղորդենք մարդկանց։ Հա նույնը, չասեմ մնացած եկեղեցիներ, մեր եկեղեցու աշակերտական խմբերում։ Այստեղ կան աշակերտական խմբերի պատասխանատուներ։ Տեսնում եք, մարդը կարիք ունի։ Գիտեք եկեղեցում ով կարա իրեն օգնի։ Ուղղորդեք այնտեղ։ Իհարկե հովիվն է լինում կամուրջը, մի հատ խորհուրդ հարցրեք։ Ես հենց խնդրի եմ բախվել։ Ամոթ չի ասել, որ դու խմբակի աշակերտական խմբակի պատասխանատու ես, բայց դու չգիտես այդ մարդուն ինչպես օգնես։ Սա ամոթ չի։ Եվ մենք դրա համար եկեղեցի ենք, որ մեկս մյուսին շնորհք փոխանցենք։ Երկրորդը, օրինակ կախվածություն եւ կապանքներ։ Գիտեք, կամ վերականգնողական կենտրոններ։ Սա ամենալավ օրինակն է մասնագիտական խնամքի։ Տեսնում ենք, օրինակ մեկը կամ մեկի ամուսինը, չգիտեմ, կամ եկել է եկեղեցի ինչ-որ մեկը թմրամոլ է, խաղամոլ, ալկոհոլիզմով է տառապում, հիմա նոր մոլություններ են առաջացել, ասենք ինտերնետային կախվածություն ունի, հեռախոսային կախվածություն ունի, մեր մոտ չգիտեմ դա կա թե ոչ, հարստության, կենսամակարդակի բարձրացման մեկտեղ գալիս է շոփինգից մոլությունը, հիմա վերականգնողական կենտրոններ կան, որտեղ մարդու մոտ այստեղ մի բան է տեղի ունենում, ինքը մտնում է խանութ, գումարը կա, ինքը սկսում է առնել բաներ, որ իրան պետք չեն, հատկապես զեղչերի տակ։ Սա լուրջ հիվանդություն է արևմուտքում։ Օրինակ կան շատ հարուստներ, որոնք գողության հետ կախվածություն ունեն։ Վերջերս ամերիկյան հոլիվուդյան աստղերից մեկին բռնել էին խանութից հագուստ գողանալիս։ Եվ երբ որ հարցրել էին, ախր դու մի ֆիլմից միլիոններ ես աշխատում, ասենք ինչու ես այս $14 ջինսը գողանում։ Ինքը ասել էր, որ սա իմ թուլությունն է։ Ես որ գողանում եմ, ես սրանից հաճույք եմ ստանում։ Եվ տարբեր մոլություններ կա, տարօրինակ մոլություններ կա։ Մարդը եկել է, իրան օգնություն է պետք, եւ դու չես կարող իրան ազատել դրանից։ Եվ կան վերականգնողական կենտրոններ, կան հատուկ ծառայություններ, եւ ուզում եմ հասկանանք ինչա մասնագիտական խնամքը լավ, որ մենք ուղղորդում ենք մարդուն, որ կարող է գնա վերականգնողական կենտրոն, ազատագրվի եւ դառնա վերականգնողական կենտրոնի ծառայող, չվերադառնա մեր եկեղեցի։ Եվ ինչ։ Մենք ում արքայությունն ենք կառուցում։ Այս ամենամեծ վտանգն է մասնագիտական խնամքի, որ մարդը ասում է, բա որ հանկարծ գնա, չի ասում, որ գնա, ազատվի, նորմալանա իր կյանք, ասում է, որ հանկարծ գնա ու հետ չգա։ Հա, հիշում եք չարմշակների առակը։ Քոնն ես դարձրել արդեն այդ այգին քոնը չի, այդ այգին տիրոջն է, եւ մենք պիտի մտածենք օգնելու մասին։ Իհարկե, բացի վերականգնողական կենտրոնները կան անհատական խնամքի հնարավորություններ, գտնում ենք տվյալ, օրինակ կապանքից ազատագրված մի եղբոր կամ քույրիկի եւ օգնում ենք։ Ու շատերը, որ այստեղ ներկա եք, ձեր կյանքին ես գիտեմ, ծանոթ եմ եւ շատերիդ ասում եմ, դու դրանով անցել ես, դու դա հաղթահարել ես եւ շատ մարդիկ կան, որ դրա մեջ տառապում են, դու իրանց պիտի օգնես։ Որտեղ դու արդեն գիտես հաղթանակի ուղին։ Եվ անհատական խնամքը շատ զորավոր միջոց է եւ նույնպես մասնագիտական խնամքի մասակազմում։ Իհարկե համապատասխան մասնագետի խորհրդատվությունը նույնպես։ Հիմա երրորդ ոլորտը, որ եկեղեցին շատ կարիք ունի մասնագիտական խնամքի, դա աշխատանքն է եւ կարգապահությունը։ Եվ գիտեք, շատերը, որոնք երկար ժամանակ օրինակ չեն աշխատում, հետ են սովորում աշխատանքից։ Եվ աշխատելուց հետ են սովորում։ Եվ իրանք, գիտեք, այնքան աշխատանք կա օրինակ Հայաստանում, որ Հնդկաստանից պաշտոնական տվյալներով 70,000 մարդ եկել է այստեղ, որովհետև կա աշխատանք։ Երբ որ ասում են աշխատանք չկա, ես մի բան եմ հասկանում, քո սրտի համեմատ աշխատանք չկա, քեզ հարմար աշխատանք գուցե չկա, բայց այնքան աշխատանք կա, որ մեր երկրի բնակչությունը չի բավարարում այդքան աշխատանք կա։ Եվ այստեղ մի բան պիտի փոխվի,
աշխատանքի հետ կապված։ Ես ես ասեմ, նաև Հայաստանում այն տղան այստեղ նստած է, խոհարարական ոլորտում է աշխատում, եւ ասեմ, այնպիսի բարձր աշխատավարձեր կան, որ դուք չեք կարող պատկերացնել, բայց իհարկե համապատասխան մասնագետների համար։ Եվ հավատացյալները Քրիստոսով օրհնված մարդիկ պիտի կրթվեն, աճեն, դառնան իրենց ոլորտի լավագույն մասնագետները։ Անկամ մաքրության գործը, մաքրուհի, հավատացյալ մաքրուհին, Աստվածաշնչում գրված է մի ամբողջ թեմա է սա աշխատանքի աստվածաբանություն, գուցե եւ տեսնենք դեռ սրտիս մեջ չունեմ հաստատ, գուցե եւս առարկային էլ անդրադառնա, որովհետեւ շատ լուրջ թեմա է սա աշխատանքի աստվածաբանությունը։ Աստվածաշունչը ինչ է սովորացնում աշխատանքի մասին։ Ասում է, երբ որ միտեղ կաշխատես, աշխատիր այնպես, ասես քո տնօրենը լավ լինի, վատ լինի, ասես Քրիստոսի մոտ ես աշխատում։ Որ քեզ վատ կվերաբերվի, քո գործը, ասում է, ոչ միայն լավերին, այլ նաև ժանտաբարոներին, այդպիսի վատ բառ ասում, այսինքն իր պահվածքը շատ վատն է, բայց դու մի նայի դրան, աշխատի իր մոտ լավագույն կերպով կատարելով քո աշխատանքը։ Եվ ասեք, այսպիսի մարդը, հայկական լավ ասացված կա չէ, տաշած քարը գետին չի մնում։ Եվ այսպիսի մարդը աշխատանքի խնդիր կունենա, կփախցնեն, իրար ձեռքից կխլեն։ Կգան կասեն, քեզ ավելի բարձր աշխատավարձ ենք տալիս, արի մեր մոտ։ Իհարկե, դա էլ է էթիկա, որ դու իմանաս անդադ բարձր աշխատավարձի հետևից չգնաս, որովհետև դու կարող ես դուրս գաս այդտեղ ինչ-որ բան քանդվի։ Բայց այդպես էլ չի, որ դու գերի ես պիտի մնաս ամբողջ կյանքդ այդտեղ, որ չքանդվի, դու կարաս նախապատրաստես, ժամանակ տաս եւ գնաս ավելի բարձր աշխատանքի։ Աշխատանքի աստվածաբանություն, աշխատանք եւ կարգապահություն։ Մարդիկ կարիք ունեն մասնագիտական խնամքի, գիտելիքի։ Գիտեք, մի այսպիսի ուղղություն կա բիզնեսը որպես քրիստոնեական առաքելության միջոց։ Անկամ բիզնեսի միջոցով, սա արդեն բիզնեսմեններն են անում, քրիստոնյա բիզնեսմենները, իրենք օգնում են մարդկանց, օրինակ բիզնես հիմնելու հարցում, փոքր բիզնես, միջին բիզնես, գյուղատնտեսական բիզնես, օգնում են եւ դրանով բարիք են անում մարդուն։ Դե մեր երկրում սրա կարիքը շատ կա։ Օրինակ ես ուզում եմ մեր եկեղեցում լինեն, մենք ունենք այստեղ շատ լավ մասնագետներ, ես որ նայում եմ, գիտեմ, ասենք, չգիտեմ, Վարշավիր ունենք, տարբեր արհեստների մարդիկ ունենք, ասացի խոհարարներ ունենք, երկուսը իրար կողք նստած են, եւ պատկերացրեք, մենք բացենք դասընթացներ, որ մարդկանց ոչ թե, գիտեք, կարիքի մեջ լինող մարդը միշտ ասում է ինձ օգնեք։ Հիմա այսպեսի էլի ասացված կա, դու կարաս մեկին ձուկ տաս անընդհատ, բռնես ձուկը տաս ինքը ուտի, կարաս սովորացնես ձուկ բռնել։ Եվ բիզնեսը որպես քրիստոնեական առաքելության միջոց ինքը սովորեցնում է ձուկ բռնելը։ Ոչ թե ձուկ է տալիս, այլ ձուկ բռնելն է սովորացնում։ Մարդու այստեղն է փոխվում, ինքը անընդհատ ուզողից, մեկ էլ հանկարծ դառնում է մեկ, ով բավականաչափ ունի նաև օգնելու համար։ Եվ սա առանձին մասնագիտական օգնություն է պետք, եւ սա նաև մարդու մտածելակերպը պիտի փոխվի։ Որովհետև որտեղ ուզում ես ընկիր, ինչ ծանոթի միջոցով ուզում ես աշխատանքի ընդունել, եթե դու անկարգապահ ես, մի բան մտածելու են, որ քեզանից ազատվեն։ Եթե դու չես աշխատում այնպես, որ Քրիստոս փառավորվի քո աշխատանքի միջոցով, դու նայում ես, իրանք ինչ են տալիս, որ ինչ աշխատեմ, կամ ինձ վատ են վերաբերվում, չգիտեմ ինչ, միշտ այն որ ամուսինների միջև խժդժություն է լինում, մեկ ուզում է բաժանվի, այնքան պատճառ կա բաժանվելու, որ չեք պատկերացնի։ Բայց եթե քո նպատակը ընտանիքդ, իմիջիայլոց սա մեր հաջորդ մասնագիտական ոլորտն է ընտանիքի հարաբերություն։ Այդպես սահուն անցում կատարեցի, որտեղ նույնպես մասնագիտական օգնության կարիք կա։ Մարդիկ գալիս են խնդիրներով, պարտադիր չի, որ հովիվը լինի ընտանեկան խորհրդատու, բայց կան ընտանեկան խորհրդատուներ, որոնք հրաշալի կերպով կարող են օգնել մարդկանց իրենց
ամուսնական կամ ընտանեկան կյանքի ճգնաժամերը հաղթահարելու հարցում քրիստոնեական մոտեցմամբ։ Եվ մենք ուղղորդում ենք դեպի ընտանեկան հարաբերությունների խորհրդատվություն։ Այո, ընտանիքի հեղինակն Աստված է։ Սատանայի թիրախը ընտանիքն է։ Ընտանիքը քանդեց, այնտեղ համ ամուսնու կյանքն է խոցոտված, համ կնոջ, համ առավել եւս երեխաների։ Երեխան գնում է դպրոց, ես մի պատգամ տվեցի տարիներ առաջ դու հայր ունես երկնային հոր մասին, եւ այնտեղ մեկը նստած էր, ում հայրը մահացել էր, ոչ թե բաժանվել էին, այլ եթե չեմ սխալվում մահացել էր, եւ ինքը ամբողջ պատգամի ընթացքում հոնքուր լացում էր, որովհետեւ ինքը հասկացավ, որ հայր ունի, բայց վերք է առանց հայր մեծանալը։ Եվ իհարկե մենք պիտի օգնենք այդ մարդկանց, որ առանց մեկ ծնողի կամ երկկողմանի ծնողազուրկ մեծանում են, բայց ավելի լավ է ոչ թե հիվանդության հետևանքները վերացնենք, այլ կանխարգել ենք եւ ընտանեկան խորհրդատվությունը շատ ընտանիքների, որ կանգնած են բաժանման եզրին, ամուսնալուծության եզրին, կարող է կանխել դա։ Արդյոք եկեղեցին պիտի մերժի մասնագիտական խորհրդատվությունը, մասնագիտական խնամքը, իհարկե ոչ։ Մեղքի դեմ պայքարի հմտություններ, ասացի կան ոլորտներ, որ եկեղեցու ներսում մենք կարող ենք գտնել մասնագետների։ Հիմա որոշ եկեղեցիներում շեշտադրություն չկա սրա վրա եւ հմտություններ չեն փոխանցվում, անգամ մեղքի մասին որոշ եկեղեցիներ որոշել են չխոսան։ Ես չգիտեմ ոնց են դա որոշել, որովհետեւ եթե մենք ավետարան պիտի քարոզենք, ավետարանի մեծամասնությունը նոր կտակարանի մեծ մասը մեղքի դեմ պայքարելու հմտություններ է սովորեցնում։ Հա, մենք դա հանում ենք, Ուրեմն եկեղեցու մարդիկ կարիք ունեն, գալիս է մեղքը, անգամ տեսել եմ մարդ եկել ասել է, ես ամբողջ կյանքս փորձել եմ, չեմ կարողացել ազատվել այդ մեղքից ու հասկացել եմ, որ Աստված չի ուզում, որ ես ազատվեմ, ասում եմ, այդ որ դու չես կարողացել ազատվել, դա չի նշանակում, որ Աստված չի ուզում, բա ինչի ինքը չի օգնում ինձ։ Խոստովանեք իրար ձեր մեղքերը, նաև գրած է Աստծո խոստովանեք, բայց գրած է իրար խոստովանեք, ինչու, որ օգնություն ստանաս։ Չգիտես ինչպես հաղթարես, քեզանից առաջ ինչ-որ մեկը դա անցել է եւ կարա քեզ օգնի։ Եվ սա նույնպես նեղ մասնագիտական խնամք է։ Իհարկե, գիտելիքի պակասն է սրա պատճառը, բայց Աստված հոգացել է, որ յուրաքանչյուրը, գիտեք, ովքեր հաղթել են որևէ մեղքի իրենց կյանքում, գիտեն այդ հաղթանակի բերկրանքը, գիտեն ինչ է նշանակում, երբ որ դու զգում ես, որ դու Քրիստոսի արյունով մաքուր ես։ Դրանից լավ զգացողություն, որ դու գիտես, Աստված քեզ ներել է, ու դու այդ քո հանդերձները պիտի մաքուր պահես, բայց այդ պահին դու մաքուր ես։ Սրանից լավ զգացողություն, այդ բերկրանքը հաղթանակի, չգիտեմ, ես կուզեմ, որ յուրաքանչյուրը վայելի։ Ես մի բան գիտեմ, Աստծո շնորհը այնքան զորավոր է, որ չկա մի մեղք, որից մարդը չկարողանա ազատվել։ Չկա այդպիսի իրավիճակ։ Ուղղակի կա սխալ մոտեցում, կա մասնագիտական խնամքի պակաս։ Մյուս ոլորտը կյանքի ճգնաժամերից վերականգնում։ Մենք պատերազմ անցանք եւ շատերը շատ ցավալի կորուստներ ունեցան։ Եվ շատերը մինչև այսօր չեն կարողանում վերականգնվել եւ եկեղեցին պիտի կանգնի այս մարդկանց կողքին, բայց հաճախ եկեղեցու նվիրալ հավատացյալները չգիտեն ինչպես օգնեն սուքով ու կորստով անցնող մարդուն եւ սրա համար նույնպես կա մասնագիտական խորհրդատվություն, մասնագիտական խնամք։ Հաշմանդամություն, նոր կյանք կա հաշմանդամների համար։ Ոմանք հաշմանդամ են, մտածում են կյանքը ավարտվեց, ոչ։ Մենք հատուկ ծառայություն ունենք մեր եկեղեցում խնդիրներով երեխաների մայրիկների համար։ Եթե չեմ սխալվում, Facebook-յան խումբը 800-ից կամ 900-ից ավելի պիտի լինի։ Ես չէի պատկերացնի, որ այդքան երեխա կա այդ խնդիրներով, բայց շատ են եւ մենք մի հրաշալի ծառայող ունենք, ում երեխան հենց այդպիսի խնդիր ունի, ինքը ծառայում է մյուսներին եւ ինքը մասնագիտական խորհուրդներ է տալիս։ Ինքը սովորել է, լավ արդյունքների է հասել իր երեխայի հետ եւ դա բաժնեկցում է մյուսների հետ։ Սա մասնագիտական խնամք։
Եվ թե հաշմանդամության դեպքում, թե այսպիսի իրավիճակներում, անգամ իրավական հարցերով, անգամ ֆինանսական խորհրդատվության հարցերով շատերը չգիտեն իրենց այդ կարգավիճակում ինչ ասենք օգնություններ կա պետությունից, սրանք էլ մասնագիտական խորհրդատվություններ են, հենց գյուղատնտեսության առումով, չգիտեմ, շինարարության առումով կամ հաշմանդամության կամ մյուս հարցերի առումով եւ եկեղեցին կարա ուղղորդի մարդուն դեպի համապատասխան մասնագետը։ Վերջինն էլ ասեմ, որովհետեւ բավականին երկար արդեն խոսում եմ, երկար ժամանակ է, որ շատ կարևոր ոլորտ է եկեղեցում մասնագիտական խորհրդատվության, դա հոգևոր աճն է եւ պարգևների բացահայտումը ու պարգևների զարգացումը եւ գործածումը։ Հարկե տեսեք, մեկ եկեղեցուց դուրս ենք գնում, օրինակ իրավական, ֆինանսական եւ այլն, մեկ գալիս ենք եկեղեցի, որտեղ եկեղեցու ներսում պիտի լինի սա։ Եվ հոգևոր աճ։ Առանց աշակերտության չկա հոգևոր աճ։ Բայց աշակերտությունը միայն, որտեղ պարգևները զանազան են, աշակերտությունը միայն բավարար չի, մարդը աճում է որոշակի աստիճանի, հետո զգում է, այս եկեղեցում ես չունեմ մեկը, ով այս պարգևը, չգիտեմ, ինչ մի հատ պարգև ասեմ, չունեմ այդ պարգևը զարգացնող մեկը։ Գտի եկեղեցուց դուրս։ Գտի մեկին իր գրքերը կարդա։ Չգիտեմ, եթե ինչ-որ միտեղ այդ պարգևը ունեցողը սեմինարներ է կազմակերպում, ֆինանս ծախսիր, գուցե եկեղեցու օգնությամբ գնա մասնակցի։ Սովորի, հաջողված մարդիկ կան, որոնց կյանքի ծառայության պտուղները խոսում են նրա մասին, որ իրենց կյանքում այդ պարգևը ճիշտ աստվածաշնչյան կերպով գործում է։ Եվ դու, եթե համոզված ես, կրկին հիշենք այս հովվական կամուրջը, անպայման կհովվի հետ խորհրդատվությունից հետո, որովհետև երբեմն մարդիկ, օրինակ տեսնում են Ռենարդ Բոնկեի ավետարանչական ծառայությունները, 1 միլիոն մարդ միանգամից հավաքված է, ու այդ տեսանյութը նայում են ու ոգևորվում են, ասում են, ես ուզում եմ Ռենարդ Բոնկեի պես ավետարանիչ լինեմ։ Այդ էլ հարց է, այդ քո ոգևորությունը YouTube-յան տեսանյութից որ եկավ, էդի Աստծու տված պարգևն է քեզ։ Աստված քեզ կանչել է դրա մեջ, թե ոչ, դրա համար այդ ոգևորությունը դեռ պիտի անցնի հովվական խորհրդատվությամբ, որպեսզի հասկանանք, բայց եթե մարդու մոտ կա այդ պարգևը եւ եկեղեցում չկա այդ մասնագետը հոգևոր, եկեղեցուց դուրս կարելի է գտնել, թե գրականության միջոցով, թե տեսանյութերի միջոցով, թե սեմինարների, ուսուցումների եւ թե նաեւ ֆիզիկապես այդ մարդու կողքին լինելով գնալ, որպես կամավոր ծառայի իր հետ։ Բայց կարիք կա եկեղեցում մասնագիտական խնամքի։ Մենք պիտի սովորենք հաջողված եւ օրինակելի ծառայողներից։ Պիտի բացահայտենք, զարգացնենք եւ գործնականում կիրառենք մեր պարգևները, որովհետեւ այդ պարգևները տված չեն մեր անունի բարձրանալու համար։ Այդ պարգևները, ինչպես Աստծո խոսքն ասում, տրված են եկեղեցու շինության համար, եկեղեցու ամրացման համար, աշակերտների հոգևոր աճի համար։ Այսքանը սիրելիներ ուզում եմ խոսել, որ մեր խնամքի աստվածաբանության մեջ կա խնամքի ոլորտ, որը կոչվում է մասնագիտական խնամք։ Եվ թե բժշկության առումով, բժշկության վրա շատ չկանգնեցի, որովհետև շատ պարզ էր իմ բերած առաջի օրինակից։ Ինչքան հրաշալի կլինի։ Հիմա ես որոշակի ծնկիս հետ կապված խնդիր ունեմ, եւ ամենամեծ դժվարությունը ոչ թե բուժելն է, ամենամեծ դժվարությունը ճիշտ մասնագետի մոտ գնալն է։ Ախտորոշումը։ Եվ եթե լինի մի խորհրդատու, որ թեկուզ եկեղեցու ժողովրդի խնդիրները առողջական, քննի, ծառայություն լինի այդպիսի, քննի եւ ուղարկի համապատասխան մասնագետների մոտ։ Բժիշկ կարա մի այդպիսի ծառայությունը տասնյակ եկեղեցիների համար, մեկ հոգին տասնյակ եկեղեցիների համար օրհնություն լինի։ Ասեք, որ այդպես է։ Զուտ ոչ բուժումա նշանակում մասնագետա, որը ուղղորդում է ճիշտ մասնագետի մոտ։ Կամ եթե հասկանում է, որ այստեղ հոգևոր խնդիր է, ուղղորդում է
Օրինակ բժշկության պարգև ունեցողի կամ ուղղակի աղոթող մարդու մոտ եւ աղոթք են անում։ Իսկ եթե այնպես պարզ հասարակ մի, չգիտեմ, հորմոնալ խանգարում է կամ չգիտես ինչ է, վահանաձև գեղձի խնդիր, մի քիչ ծանոթ եմ դրան, վահանաձև գեղձի խնդիրը ինչ ասես կարա բերի մարդու կյանքում։ Մարդը մտածի, որ ինքը արդեն վերջ։ Հետո մի հատ հանգիստ կարգավորվում է, նորմալանում է ամբողջ օրգանիզմը։ Կասեք, արմա եղբայր, բայց թողել ենք հոգևորը, չենք թողել հոգևորը։ Եվ չենք մերժում մասնագիտական օգնությունը։ Ամեն բանից առաջ աղոթք արեք, ասում Աստվածաշունչը, այսինքն մի հատ Տիրոջից պիտի ստանաս, անգամ մասնագիտական օգնության գնալը Տիրոջից պիտի ստանաս, ամեն բանից առաջ աղոթք արեք, եւ երբեք չեմ ուզի այս դասը որակվի, որպես մենք հոգևորը դնում ենք մի կողմ, ու հիմա ամեն մեկս փնտրում ենք ինչ մասնագետի մոտ գնանք, որ մեր խնդիրը լուծի։ Լավ, չընկնենք այս ծայրահեղության մեջ, բայց նաև մյուսի մեջ չընկնենք, որ ատամը ցավում է, դու ասում ես ոչ, ես աղոթքով կհաղթահարեմ սա, իմ ատամը կպլոմբվի։ Չգիտեմ ով է այդպես մտածում, ոմամ ինչ-որ մեկն էլ եթե մտածում է այդպես, ես իրանից ներողություն կխնդրեմ, երբ որ գա ատամի պլոմբված վկայությամբ, այդպիսի վկայություններ կան։ Դու կաս որոշակի ժամանակ, եթե հավատքդ այդքան հերիքում, հա, որոշակի ժամանակ անգամ դες ծայրահեղ բան եմ ասում, աղոթես, բայց չընկնես այդ ծայրահեղության մեջ։ Իմ Տերը ինձ պիտի պլոմբի։ Եկեք չընկնենք ոչ այն ծայրահեղության մեջ, ոչ այն ծայրահեղության մեջ, այլ բռնենք ամուր Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Եթե պետքա միջամտեն չորացրած թզերը, թող միջամտեն չորացրած թզերը։ Եթե պետքա Տեր Հիսուսը մի խոսք ասի, եւ ասի գնա քո աղջիկը բժշկվեց, թող այդպես լինի, որտեղ երկուսն էլ տեսնում ենք Աստվածաշնչում։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Տեր, բարի ողորմած սքանչելի Աստված, քո խոսքից ենք սովորում, եւ քո խոսքի մեջ շատ իմաստուն խորհրդատուներ են եղել, եւ աղոթում եմ, որ եկեղեցում բարձրանա մասնագիտական խորհրդատվության այս ծառայությունը, եւ քո ժողովրդի խնամքը բարձրանա նոր մակարդակի վրա, Տեր, որ ինչպես գրված է Գործ Կառաքելոցում նյութական կարիքների համար, որ հավաքվում էր ժողովուրդը եւ իրար համար հոգ էին տանում եւ չկար մեկը, ով նյութական կարիքի մեջ էր, այնպես քո եկեղեցիներում չլինի մեկը, ով ցանկացած մասնագիտական խորհրդատվության կարիքի մեջ է եւ չունի համապատասխան մասնագետի մոտ մուտք։ Ողորմություն արա քո ժողովրդին։ Ես գիտեմ, որ դու պարգևներ ես տվել եւ դու տաղանդներ ես տվել, արթնացրու այդ մարդկանց հոգիները Տեր ծառայության համար եւ թող բարձրանան զորավոր ծառայողներ եկեղեցիներում, որոնք մասնագիտական խնամք կտան եւ եկեղեցիները իրար հանդեպ բաց լինեն իրարից շնորհ ընդունելու եւ իրար ծառայողներից ծառայություն ընդունելու։ Բժշկիր մեր հարաբերությունները եկեղեցու ներսում եւ եկեղեցիների միջև։ Աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։